Եվ բոլոր դպրոցներում, դա բոլորս գիտենք, որ պատի վրա հավաքված է մի սուրբ անկյուն մեր հերոս տղերքի, մեր սրբացած տղերքի, որոնց արյան գնով մենք ապրում, ստեղծում, արարում, չգիտեմ, ապրում ենք, այդ տղերքի արյան գնով ապրում ենք եւ դրանից են կողմ էլ աշխարհ ու կյանք գոյություն չունի։ Պետք է հարգենք ու խոնարհվենք այդ տղերքին, մեր տան անկյուններում էլ պետք է ունենանք իրանց նկարները, մեր տան կենտրոնում էլ պետք է լինի, մեր դպրոցներում էլ պետք է լինի, չէ՞ որ այդ դպրոցի սանն են եղել իրանք։ Մի խոսքով, ուզում եմ անդրադառնամ Լենա Շահումյանի կնոջ բանը անունը մոռացա, Տիկին Լենային Շահումյանի դպրոցի տնօրենին, որը շատ մեծ հարգանք վայելող ուսուցիչ է, տնօրենն է միևնույն պահին եւ ամբողջ գյուղն է գոհ ու շնորհակալ իր ղեկավարած թե դպրոցից, թե սաներից, թե ուսուցիչների ողջ կոլեկտիվից, մի խոսքով, ինչ եմ ուզում ասեմ, Հայաստանի Հանրապետությունը կեղեքող թալանող համակարգներից ինչ որ մեկի համակարգից ինչ որ մեկի վեցնոցը լրագրող անին են չիտուշկեն, ոնց որ ալկաշ մետրոյի տակի բոմժի չիտուշկա լինի, այդ չկայացածը գնացել է դպրոց ու պիտակավորել է դպրոցի տնօրենին, թե տղերքի նկարները հանել ես, հինը նորն ես դրել, ձևա փոխվել, սենց պտի չլներ, նես պտի լներ, մի հատ բան ասեմ քեզ, չկայացած կին ու հավերժ տղամարդ մանգալացող կին, լիժբը տղամարդ լինի քո համար Անի ջան, կլինի մահացած, կլինի զոհված, կլինի չգիտեմ սաղ, դու ամբողջ կյանքդ տղամարդման եկար ու ընդհանրապես տղամարդի սեփական տղամարդի տեր չդարար, այտենց էլ կարոտ կեթաս աշխարից, քեզ ով է իրավունք տվե մտնես դպրոց, ով է իրավունք տվե մեր սրբացած երեխեքից խոսած քո կեղտոտ բերանով, որ մեր երեխեքն այսօր դարձել են նկար ու կպել են պատերին, դա իսկ կոսպեկտավորել է քեզ սնուցող համակարգը փողոցային, քեզ սնուցող համակարգը, Ռոբերտասերժական կլանի բարձր ղեկավարման տարիներին մենք ունեցանք ահռելի ու անտանելի պատերազմ, որի արդյունքում էլ ունեցանք անդառնալի կորուստներ ու երիտասարդ ծերունդի 99%-ը ավիրվեց ու ապականվեց։ Այդ ժամանակ ես քեզ մի օրից մի օր եռաբլուրում խոնարհված չտեսա լկտի լրագրող։ Ես քեզ օրերից մի օր մի հերոսացին մոր ձեռքը բռնած ցավակցելուց չտեսա փողոցային լրագրող անի։ Ես քեզ օրերից մի օր պատերազմի օրերին լուրու մտահոգ չտեսա, այդ անտեր օրգանի ֆիզանոմիայով գործիքը ձեռիդ դռնե դուռնգաց հարցակննմեր ու խեղաթուրում իշխանությունն ու պետությունն ու պետականությունը, ով էր քեզ իրավունք տվել, ով է քեզ իրավունք տվել գնա Շահումյանի դպրոց, ով է քեզ իրավունք տվել թերագնահատես այն տնօրենին, որը որ Հայաստանի Հանրապետությունում, եթե լավագույն տնօրենների դպրոցի տնօրենների մրցույթ լինի, համար առաջի տեղը կգնի, ով է քեզ իրավունք տվել, ով է իրավունք տվել այդ տեսակ տիկնոջը վարքաբեկելու, պիտակավորելու, թեպետ դու քո տեսակով ընդամենը քո գումարն ես վաստակե, քեզ Հայաստանի Հանրապետությունում ոչ զոհված զինվորն է հետաքրքրում, ոչ լավ ու վատ ուսուցիչն է հետաքրքրում, քեզ մենակ հետաքրքրում է քո փողի աղբյուրը, ընկերներ ջան, ստեղի լայվին միանալու հայտ եք ուղարկել, եթե ուզում եք միանալ, խնդիր չկա, ես խնդիր չեմ տեսնում, կարող եք միանալ իմ եթերին, եթե ունեք նման մտադրություն, եթե չէ, ես անցնեմ բուն թեմային։ Դուք Հայաստանի Հանրապետությունը խեղաթուրող համակարգ եք, քո լկտի կեցքով մի հատ էլ ժողովուրդ ջան, նյութը տարածել է ու տվել է իր սիրելի դոգին։ Պարզ երևում է, որ քո տեսակ կինը դոգի պես տեսակ տղամարկանցով դի բավարարվի։ Ձեր տանը, քանի որ տիրմա տղամարկային անկում, քուրդ երեխեն գրգին մարդ չունի, դու բիջետ գրգին մարդ չունես, մերդ մարդ չունի, բոլորովը հավաքվել եք Դարամյանզնուիների գարաժի տնօրեն, դա պարզ է, ֆակտ երևում է, որ դուք իրոք ունեք մեծ տղամարկային անկում, Անի ջան, բայց դա ձեզ իրավունք չի վերապահում շրջանցել դպրոցներում, մտնել մեր կրթօջախները, պիտակավորել մեր տղաների, հերոս տղաների նկարները պատերի վրա եւ ընդհանրապես ձեր կեղտոտ բերանից հանել այդ բառապաշարը կամ այդ լեքսիկոնը ու արտահայտվել։ Լենա Ազարյան, եթե չեմ սխալվում, տնօրենի անունը հիշում եմ, ազգանունը խառնեցի իրար, ամենայն դեպս Տիկին Լենա ջան, եթե սա նայում ես, 1000 անգամ կներես
ազգանունը շփոթելու համար, միգուցե ճիշտ եմ ասում, չգիտեմ, Արտուր ջան, մի հատ գրեք էլի, շատ կարևոր, շատ թանկ մարդիկ, շատ հարազատ մարդիկ, հենց այդ գյուղի բնակիչներ, ինձ տեղեկացնում են, որ կոպիտ ասած, ֆեյսբուքյան լեզվով ասած, նապադյենի են անում Շահումյանի դպրոցի վրա։ Նախ ես ասեմ, ես Շահումյանում շատ մեծ հարազատություն ունեմ ու շատ մեծ հարգանք եմ վայելում, ու ունեմ հերոս ընտանիքներ, պատերազմի միջով անցած ընտանիքներ, որը հենց Տիկին Լենայի ազգականն է, ու մինչև առեսօր իմ հետ կապ ունի, ժողովուրդ ջան, մարդկանց սպիտակողորելուց առաջ մարդկանց պետքա ճանաչես նոր, ոչ թե Քոչարյանը գումար տրամադրի, եթե սպիտակավորես։ Անի ջան, դու քեզանից ինչ ես ներկայացնում, որ ինչ որ մեկի տան կնոջը պիտակավորում ես։ Դու ինքդ պիտակավորված ես որպես կին, խեղաթյուրված ու խայտարակված ես որպես կին դու կանացի ոչ մի մտածելակերպ, օրգան, ուղեղ, ոչինչ չունես։ Քո օրգանը, քո ուղեղները կանացի միայն աշխատում են ռոբերտասերժական կլանի ծառավը բավարարելու եւ հագեցնելու համար։ Ըստ դրա ես քեզ կոչ եմ անում, քո ամբարոյական կեցվածքով, քո դադար գլխով, քո միջանկյալ Պուջուր ամփույթ շփումից առաջած մարմնով հանդերձ, չներկայանաս մեր կրթօջախները, չխեղաթուրես մեր դպրոցի տնօրենների աշխատանքը, չապականես մեր գալիք սերնդի կրթությունը, որովհետև քանի որ դու կրթություն ասված բառը ընդհանրապես չես հասկանում ինչա ու չգիտես որտեղից է իհայդեկ է։ Եթե դու կրթված լներ ու կրթություն ստանայիր, բացի բարձրախոս բռնելը, դու Խաչատրյան Լենա Խաչատրյան սխալ է ասել ազգանունը, չէր գնա դպրոց եւ չէր ուզենա պիտակավորի այդ տեսակ տնօրենին, այդ տեսակ ուսուցչուն։ Ես քեզ չեմ ասում, որ դու ուրախանաս թե ինչ որ մի բանի ես ասել, քո տեսակին արդեն մարդիկ շատ վաղուց ճանաչում են, դու չկայացած միջատես, դու տոշնի են բոյբոյներից ես, որ բոստանների մեջ մտնում է բանը քրքրում է, քոքերը քրքրում է բույսերի։ Դու այդ տեսակ համակարգ ես, որ ձեռբերված ես որպես քաղաքական դաշտը իբր թե խայտարականող էլեմենտ, ընդամենը գործիք, ես քեզ կարամ սես պիտակավորեմ, ու ես այսուհետև քեզ կոչ եմ անում ու զգուշացնում եմ, ու կոչ եմ անում բոլոր մեր դպրոցի, մեր բոլոր կրթօջախների տնօրեններին, ուսուցիչներին, ու պահակներին, որոնք հսկում են դպրոցը, այդ տեսակ այլանդակներին հեռու պահել դպրոցից, հեռու պահել նամանավան դպրոցում այն գլխավոր հատվածից, որտեղ որ մեր սրբացած տղերքի լուսանկարներն են փակցրված այդ անկյունի վրա, հեռու պահել այդ տեսակ խայտարակություններին։ Դրանք այն մարդիկ էին, որ պատերազմի օրերին սքալու փոխարեն միկրոֆոնը ձեռներին ընկած էին եռաբլուր։ Նրանց մեր ցավը, մեր կսկիձը, մեր արունը, մեր մրմուրը, մեր տղերքի արնակամելած process-ը ոչ մի բան չէր հետաքրքրում։ Այսուհետև տեղյակ եմ պահում քեզ Անի Կոչեցյալ, հարգում եմ քո որոշումը նախ եւ առաջ, որ դիմել ես դոգին, որովհետեւ քո տեսակ սանձարցակ անդաստիրակ լպիրշ կնոջը լավ էլ հարիրա իր տեսակ իր մակարդակի տղամարդու մանգա փնտրի սիրտը դարդգի, դա շատ նորմալ է, քո տեսակ փչացածը հենց այդ տեսակ փչացածին էլ պետքա դիմի, նորմալ է դա, բայց ուղարկի տղամարդ ես որոնում, տղամարդու դիմեիր, այդ իմպոտենտների գարաժի տնօրենը քեզ պետքա հագեցներ, որ նրան ես դիմել, թե դուք բոլորդ մի ընտանիք եք, դուք երգիրը խեղաթուրող, կարճ կոնկրետ ասած, դες ինչքան էլ վիրավորեմ քիչ է, շատ լավ եմ նկարագրում, նույնիսկ կարամ վրցինով նկարեմ երեխեք ջան, ոնց կարա կինը, հայ կինը, մի անգամ բեղնավորված կինը ու բեղնավորող համակարգին կորցրած կինը դիմի դոգին, դա ինչ է նշանակում, նա նորից բեղնավորում է տենչում, դու չկայացած փեթակ ես, որի մեջ ոչ մեղր կա, ոչ էլ ինչ-որ մի քաղցր հատված, Անի ջան, դու ամենատհաճ կինն ես, քեզ տեսած ցանկացած տղամարդ սեռական անկում ապրում, դու խայտարակություն ես Հայաստանի Հանրապետության լրագրող համակարգի մեջ, խայտարակություն, տղամարդիկ ասում եմ, երբ որ քեզ տեսնում են, սեռական անկում են ապրում, դու կին կոչվելու կերպար չունես, դու բոստանի գող ես, իսկական չիտուշկա, այն ալկաշների արաղներից,
այն որ մետրոների տակ քնում են, այդ ալկաշների արաղներից ես դու ոնց կարաս գնաս դպրոց զինվորների անկյունը պիտակավորես, քաղաքական բոլոր թոհու բոհերը դնում ենք մի կողմ, այդ տղերքին որ տենում եք այդ անկյունը որ տենում եք, դի մոռանաք Նիկոլին, Քոչարյանին, Սերժին, դի լուր խոնարհվեք ուղարկի, ծաղիկ դնեք, մոմ վառեք, խնգարկեք, ոչ մի քաղաքական հատված պիտի չբերեք այդ դաշտ, ոչ թե այդ հասկան ես ընդե Քոչարյան գովաս դպրոցի տնօրեն թերագնահատես, այդ դպրոցի տնօրենը մայրա ընտանիքի կինա հերոսի ընտանիքի մայրա, հերոսի չեմ ասում, զինվորի, այն տեսակ ընտանիքի մեջ մեծացած աղջիկա, այն տեսակ ընտանիքի մայրա, այն տեսակ ընտանիքի կինա, որ դու դարեր ի վեր դրանից կարոտ ես եղել անի ջան, այդ ընտանյական ջերմտնոլորտից, այդ ընտանյական դաստիարակությունից եւ այլ բաներից, իսկ ինչ մնում է այդ տեսակ դպրոցի տնօրեններին, այդ տեսակ բարձր խավի կանանց, որ ունեն մայրական մեծ զգացմունք, սրբությունը գիտեն ինչ բան է, մայր են, վերջը կին են, լիարժեք հայ մայր են, սրբություն են, ես կոչ եմ անում, անի տեսակներից չվիրավորվել եւ չնեղվել, այդ մարդիկ կարոտ են ձեր կանացի տեսակից, ձեր կանացի սիրված լինելուց, ձեր սիրված մայր լինելուց, ձեր սուրբ ծնող լինելու տեսակից, այդ տեսակ փողոցայինները ձեր պես կանանց, որ պիտակավորում են, նրանք չեն հասկանում դա ինչա, որովհետեւ իրանք ընդամենը եղել են ռոբերտասերժական կլանի գործիք ու գործիչ Դրա համար չեն հասկանում ինչա նշանակում դպրոցի տնօրեն, զինվորի մայր, զինվոր, նրանց համար սա հավասար է ժողովուրդ ջան։ Նրանց համար Տիկին Լենա ջան, բոլորը հավասար է։ Ես հպարտանում եմ մեր Շահումյան գյուղի ողջ բնակչությամբ, իմ քեռին էլ այդ գյուղի բնակիչ են, իմ հարազատները։ Ես ունեմ զինվորներ պատերազմին մասնակցած, խոնարհվում եմ իրանց ընտանիքների առաջ, խոնարհվում եմ մեր Շահումյանի զոհերի առաջ 44 օրյա պատերազմի անդառնալի կորուստ ունեցած մեկ զոհի համար խոնարհվում եմ անցած պատերազմի ժամանակ թենոր է ցավը մի քիչ սպիացած է նորն էլ ավելի մեծ վերք ու բեռա մեր սրտին մենք պետքա հարգենք մենք պետքա խոնարհվենք Նա ինչ կին կոչվելու, մենք դի հարգենք այդ տղերքին, ես խոնարհվում եմ մեր Շահումյանի զոհերի առաջ, ես խոնարհվում եմ մեր Շահումյանի ողջ ժողովրդի առաջ ու հպարտ եմ ձեզանով, որ կանգնած եք ձեր դպրոցի տնօրենի կողքին, ձեր պետության, պետականության կողքին, ժողովուրդ ջան, դպրոցը դա մեր համար կյանք է, կրթություն է, վերելք է, առաջ շարժվելու հաղթանակի ամեն ինչ է դպրոցը մեր համար, ամեն ինչ սկսվում է դպրոցի ժողովուրդ ջան, ես խոնարհվում եմ Շահումյանի ողջ դպրոցի անձնակազմից Առաջ խոնարհվում եմ նրանց սաներների առաջ, մեր ապագա զինվորների առաջ, բոլորիդ ձեզ բարի ծառայություն լինի տղեր ջան, զոհված ընտանիքներին ես ցավակցում եմ, խորը ցավ եմ ապրում, դա մեր բոլորի ցավն է, պատերազմի դաշտով անցած մեր հաշվանդամ տղերքին ուժ ու կորավ, ներողություն եմ խնդրում նրանց, մեր տեսակի համար այդ ճանապարհով, անդառնալի ճանապարհով անցնելու համար ու Տիկին Լենա, ես հպարտանում եմ ձեր մարդ տեսակով, որ մնացիք կայուն, չկոտրվեցիք, գնահատեցիք ձեր բարձր արժանինքները ու գիտակցեցիք, որ ձեր դիմաց կանգնածա ուղարկի երկար մազերով կին ասված ինչ-որ մեկը, որ կանացի ոչ մի զգացմունք չունի, մայրական ոչ մի պարտականություն ու բնաստ չունի, ձեր տեսակ կնոջ առաջ կանգնած պայքար մղողը ընդամենը եղելա թափթփուկ Քոչարյանի համակարգից դուրս եկած, խեղաթուրված, խայտարակված, պախարակված միկին, որը ոչ մի ընտանիքում չգտավ իր գինը, ոչ մի տանիքի տակ, այդ տեսակ կանայք բացարձակապես իրավունք չունեն մեր հայ մայրերից, մեր սուրբ մայրերից խոսան, դրանք մեր սուրբ մայրերի մեջ ուղարկի թուրիմացություններ են ու ամբարոյականների կույտ են, կլինի լրագրող, կլինի այլ կին, կլինի թերագրող թե ինչ, թերագնահատող թե ինչ, եթե մի մարդ գնումա դպրոց Զոհված զինվորի անկյունի վրա ուղիղ եթերա մտնում ու սկսում է թերագնահատել, նա կին կոչվելու իրավունք չունի, նա փաստացի բոլոր անալիզների դենկայի պատասխանով հանդերձ ի հայտ է գալիս Քոչարյանի տակի սավան, ծառայող սավան, ժողովուրդ ջան, ըստ դրա Տիկին Լենա ջան, խորհուրդ կտամ չկաշկանդվել, չնեղվել, միշտ հպարտ լինեք, ոնց կաք ու ծառայեք դպրոցին
այնպես ինչպես կծառայեր հայ մայրը իր ընտանիքին։ Դուք այդ տեսակ մայր եք, դուք այդ տեսակ կին եք, ձեզ բոլորն են ճանաչում, ձեզ ձեր ամբողջ գյուղն է սիրում հարգում, հարյուրավոր գրառումներ եմ ստացել, հարյուրավոր զանգեր եմ ստացել, երեք պետքա մտնել լայվ, պետքա արձագանքեի այս տեսքով, այս լեքսիկոնով, այդ տեսակ թափթփուկին, այդ դոգի օնլայն կնոջը ու խորհուրդ կտամ չնեղվես, մենք բոլորս ձեր կողքին ենք, բոլորս տիկին Լենա, բոլորս ձեր կողքին ենք։ Բացարձակապես չնեղվեք, ամեն ինչ նորմալ է ժողովուրդ ջան, լավ մնացեք, սերով, հարգանքով, բարի գիշեր բոլորիդ, թող առողջություն լինի, հաջողություն լինի, խաղաղություն լինի, թող Աստված տա այս ընտրություններն էլ շուտ գա, այդ ջախջախից պատասխանը ստանան դրանք մեզանից ու մաքրվեն մեր կյանքից ընդմիշտ։ Այս ընտրությունը ժողովուրդ ջան գլխելու է, այս ընտրությունը մեր խաղաղության վերելքն է, մեր պայմանագրի, մեր խաղաղության արգելքն է, մեր հետ ու առաջն է ժողովուրդ ջան։ Պարս գիտակցեք, մտածեք, հասկացեք, որ պետքա մի ամուր ուժերով կանգնենք միմյանց կողքի, որ կարենանք հաղթահարենք այս արհավիղկը, որ Հայաստանը մաքրենք Հայաստանը խեղաթուրողներից, քանդողներից, ապականողներից, դաշնակ ասած այդ ամենակեղտոտ հատվածից ժողովուրդ ջան, ողջունում եմ իմ հետևորդներին, բոլորիդ բարի գիշեր եմ մաղթում։ Ես ուղղակիորեն տեղյակ եմ պահում, եթե մեկն ու մեկը այսուհետև շշկռի, էջմիածնի, Սուրբ Էջմիածնի մասին է խոսքեն, որ պղծում են, ավիրում են, ապականում են այդ դաշնակները, Էջմիածնի Շահումյան գյուղի դպրոցի տնօրենին, Կարենա Պիտակավորի կամ թերագնահատի, այն անգամ ես էլ ավելի ուրիշ ձևով կարձագանքեմ եւ ավելի կոպիտ, որ իմանա, գիտակցեք, որը որից հետո է։ Ժաննա ջան, բարև մեռնեմ ջանին քուրս, ո՞նց ես հարազատս։ Ժողովուրդ ջան, ուղղակի մեծ ցավ եմ ապրում այդ տեսակ տնօրեններին պիտակավորելուց, թերագնահատելուց, տնօրեններին դնենք մի կողմի վրա, չխառնենք այս հարցին, անդրադառնանք այն հարցին, որ դպրոցում եղել է մեր հերոս տղերքի, մեր սրբացած, հերոսացած, զոհված տղերքի անկյունը ու այդ փողոցային ալյանդակը, որ իր կյանքում այդպես տղերք ընդհանրապես չի էլ տեսե, չի էլ տենա, որտեղ ոչ մի տղա սեռական անկում չի ապրում, որ դրան մոդի գեթա, գնացել է դպրոց ու պիտակավորել է մեր տղերքին, եւ ես դրանից շատ մեծ ցավ եմ ապրում, շատ մեծ ցավ, ինքը դրա իրավունքը չունի։ Ինքը այդ բոստանի գողը, այդ չկայացած տականքը իրավունք չունի ընդհանրապես լրագրողի կոչում ստանձնած աշխատի, դա լրագրող աշխատող չի, դա խայտառակող է, ապականող է, մի խոսքով։ Այսքանը ձեզ, լավ մնացեք հարազատներս, իմ ընկերներս, բոլորիդ շատ սիրում հարգում եմ, բարի գիշեր, իմ հայերին, Սփյուռքին, Ռուսաստանի Դաշնությունում գտնվող մեր բոլոր հայերին, օտարափերում, թող առողջություն, խաղաղություն լինի, հաջողություն լինի ժողովուրդ ջան, այսքանը լավ մնացեք։